Ինչ է սովորեցնում մեզ Տեր Հիսուսը 5000-ին կերակրելով։ Ղուկասի ավետարանի 9-րդ գլխում աշակերտները գալիս են Տեր Հիսուսի մոտ ու հորդորում, որ ժողովրդին արձակի, որ սոված չմնան, քանի որ նրանք ամայի վայրում էին։ Հիսուսն էլ ասեց. «Դուք իրենց ուտելու բան տվեք»։ Ինչու Հիսուսն այսպես ասեց։ Ինչ արեց նա դրանից հետո եւ ինչ է սովորեցնում մեզ այսօր ճիշտ ապրելու համար։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի ժողովուրդ։ Պատկերացրեք, որ մի բազմազավակ ու ամենակարող հոր մոտ իր երեխաներն են եկել։ Եկել են ոչ թե փող մող, տուն ու ավտո ուզելու, այլ որովհետև պապայի մոտ լավ է, սիրում են ծնողին։ Եկել են պապայի հետ զրուցելու ու նրա բարի խոսքերը լսելու եւ դա նրանց մեծ հաճույք է պատճառում։ Այս դրա համար երեխաները եկել են իրենց ծնողի մոտ։ Հիմա պատկերացրեք, որ մութն ընկնում է ու երեխաներից մի երկուսը գալիս են ու ասում. «Պապ, արդեն ուշ է, երեխեքին ասա թող գնան ամեն մեկն իրենց տները, որ մի բան գտնեն ուտելու»։ Ոստեղ հայրն ունի 3 տարբերակ։ Եկեք դիտենք այս 3 տարբերակները։ Օրինակ առաջին տարբերակ, հայրը կարող է ասել. «Լավ երեխեք ջան, գնացեք ձեր տները, որ սոված չմնաք, ձեր գլխի ճարը տեսեք, հետո վաղն էլի կգաք»։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս. այդ որ պապան սենց բան կասի։ Մանավանդ, եթե հայրը ամենակարող ու սիրող ծնող է։ Ոչ մի ծնող այսպես չի արձակի իր երեխաներին, չէ, որ սոված գնան ու իրենց գլխի ճարը տեսնեն։ Հիմա վերցնենք երկրորդ տարբերակը։ Երեխեք ջան, գիտեմ, որ արդեն սոված եք, հեսա մի րոպե, մի հատ հրաշք եմ անում ու բոլոր կկշտանաք։ Հոպ, ու ճոխ-ճոխ սեղանները մի ակնթարթում շարվում են։ Մեր Տեր Հիսուսն էլ կարող էր այսպես անել այն ամայի վայրում եւ մի ակնթարթում մի մեծ հրաշք անելով մի անգամից սեղաններ շարեր ճոխ-ճոխ եւ 5000 մարդ կերակրեր։ Իմիջիայլոց կանայք ու երեխաները չէին հաշվում այն ժամանակ։ Խոսքը գնում է մոտավորապես 10, դերևս 20000 մարդու մասին, եթե մարդիկ եկել էին ընտանիքներով։ Հիսուսի համար ի՞նչ է 5000 մարդու կերակրելը, չէ՞։ Բայց նա ոչ առաջինը, ոչ էլ երկրորդ տարբերակով գործեց, այլ ընտրեց մի այլ, երրորդ տարբերակ, որով մեզ մի շատ կարևոր դաս սովորեցրեց։ Եվ այս մեծ հրաշքի մասին պատմությունը ուղղեց ու թեքեց մեր վրա, ընթերցողի ու լսողին մի մեծ հայտ ներկայացնելով։ Ահա այդ երրորդ տարբերակը։ Հիշում եք, երբ առաքյալները Տեր Հիսուսին հորդորեցին, այո, նրանք հորդորեցին, նրանք ասին արձակիր այդ ժողովրդի բազմությունը։ Ուրեմն երբ առաքյալները Հիսուսին հորդորեցին, որ սոված ժողովրդին տուն ուղարկի ուտելիք գտնելու համար, Հիսուսն ասեց. հարկ չկա։ Հարկ չկա, որ նրանք գնան, ու ավելացրեց. դուք նրանց ուտելու բան տվեք։ Տեսնում եք, շուռ տվեց աշակերտների վրա։ Դուք նրանց ուտելու բան տվեց։ Եվ նրանք ասացին նրան. այստեղ ուրիշ բան չունենք, բացի 5 նկանակից եւ 2 ձկից։ Ուրիշ բան չունենք, բացի 5 հացից եւ 2 ձկից։ Եվ Տերը նրանց ասաց. այստեղ բերեք այդ։ Ուրիշ խոսքով, հարկ չկա, որ իմ երեխաները ինձանից սոված գնան։ Ես ոչ մեկին դատարկ ետ չեմ վերադարձնում։ Երեխաները եկել են ամենաապահով վայրը։ Ուր եք ուզում իրենց ուղարկել ինձանից։ Չէ՞ որ մեր Տեր Հիսուսն ուրիշ միտեղ ասեց. ով որ ինձ մոտ գա, դուրս չեմ անի, նա ասեց դա Հովհաննեսի ավետարանի 6-րդ գլխում։ Բայց արի ու տես, որ այսուհանդերձ Հիսուսը չի ասում. հոպ, ու ճոխ սեղաններ գցում, այլ ասում է. դուք նրանց ուտելու բան տվեք։ Աշակերտներն ասում են. մեր ունեցածը չի հերիքի, մեր ունեցածը քիչ է։ Մենք էլ ենք չէ կյանքում այսպես վարվում։ Մեր ունեցածը հազիվ մեզ կհերիքի ու բաժին չենք հանում մեր հոր մյուս զավակների հետ, որ մեր եղբայրներն ու քույրերն են։ Իսկ մեր հայրն ասում է. երեխեք ջան, գիտեմ, որ ձեր ունեցածը քիչ է, բայց հələ եկեք տեսնենք այդ ձեր քիչը դուք ո՞նց եք տնօրինում։ Միայն ձեզ եք պահում, թե նույնիսկ այդ քչի միջից ձեր եղբայրներին ու քույրերին եք բաժին հանում, երբ նրանք կարիքի մեջ են, երբ նրանք սոված են։ Եթե քչի մեջ հավատարիմ մնաք, ձեզ ավելի շատ կտրվի, մի վախեցեք։ Բայց եթե քչի մեջ հավատարիմ մնաք, սա մեզ Տերը սովորեցեց Ղուկասի ավետարանի 16-րդ գլխում,
ով որ քչի մեջ հավատարիմ է մնում, նրան ավելի շատ է տրվում, բայց մենք վախենում ենք քչի մեջ հավատարիմ մնալ Տիրոջը, ու քչին անունը դնում ենք մանր-մունր բաներ ու միշտ գնում մեծի հետևից եւ մեծի մեջ սայթակում ու ընկնում։ Մեր Տեր Հիսուսը կարծես թե ասեց. «Ես գիտեմ, որ դուք այդ քչով չեք կարող 5000 մարդու կերակրել, բայց գոնե ցանկություն ունեք այդ քչով 2 մարդ կերակրել։ Կուզենայի՞ք այդ քիչը բաժին հանել բոլորի հետ, ինչքան էլ որ կհերիքեր։ Ցանկություն ունեք, թե միայն ձեզ համար։ Եթե ցանկություն ունեք ձեր ունեցած քիչը ձեր կողքի սոված մարդու հետ բաժանելու, ապա իմացեք, որ ես այն կբազմապատկեմ։ Եթե ցանկություն ունեք ձեր ունեցած քիչը ձեր կողքի սոված մարդու հետ բաժանելու առանց վախենալու, որ կպրծնի, ապա իմացեք, որ ես այն կբազմապատկեմ, եւ դրա համար Տերը իր տիրական ձայնով ասեց. այստեղ բերեք այդ։ Ապա նա նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տվեց, իսկ աշակերտները ժողովրդին։ Բոլորը կերան ու հագեցան։ Սիրելի ընկերներ, մենք միշտ մտահոգ ենք մեր ունեցածի քիչ լինելու համար։ Վախենում ենք կիսել ու կարոտյալին հասնել, որովհետև մտահոգ ենք մեր վաղվա օրվա մասին, որ չի հերիքի։ Եթե ես այսօր կիսեմ, բա վաղ ինչ պիտի անեմ։ Բայց Հիսուսն այս պատմությամբ մեզ սովորեցնում է, որ միայն կամենալն է կարևորը, միայն գոնե կամեցեք, քաջությունն ունեցեք կամենալու, եւ ինչպես նա ասեց, այստեղ բերեք, իմ մոտ բերեք, եւ ես այն կբազմապատկեմ։ Երբ մենք մեր քչից կամենալով բաժին ենք հանում մեր կողքի մարդկանց հետ, այլ ոչ թե թալանում նրանց ու գողանում նրանց ունեցվածքը, ապա իսկական հրաշքն այդ ժամանակ է կատարվում։ Ու մեր սիրելի երկնավոր ծնողը այդ բարի կամքը տեսնելով բազմացնում է այն, ինչ հարկավոր է, քանի որ մեր Հայրը գիտի, որ դրանք մեզ պետք են։ Չէ՞ որ Հիսուսն ասեց ավետարանի մեջ. «Ձեր Հայրը գիտե, որ դրանք ձեզ պետք են»։ Նա ձեզ կարոտի մեջ չի թողնելու։ Ուրիշ խոսքով, Տեր Հիսուսն այս տառակով մեզ հետևյալն է սովորեցնում. Հայրը ամեն ինչ կարող է։ Հայրը սիրում է իր զավակներին ու նրանց սոված ճամփու չի դնում, բայց Հայրն ուզում է, որ իր զավակներն էլ սիրեն իրար ու իրենց ունեցածից ինչքան էլ որ քիչ լինի, բաժին հանեն իրար համար առանց վախենալու, թե կվերջանա։ Չի կարելի եղբորը սոված թողնել, չի կարելի քրոջը սոված թողնել, չի կարելի եղբորը առանց շապիկի թողնել։ Մենք բոլորս մի մեծ ընտանիքի անդամներ ենք։ Հայրն ուզում է, որ երեխաները այնքան վստահեն ու սիրեն իրեն, որ ասեն. «Ես չեմ վախենա իմ քիչը կիսել իմ սոված եղբոր կամ քրոջ հետ։ Ես սիրող, ամենակարող ու նվիրված հայր ունեմ։ Նա ամեն ինչ կբազմապատկի, նա ամեն ինչ կհասցնի։ Ես չեմ վախենա կիսելուց»։ Ուրիշ խոսքով, Տեր Հիսուսը կարծես թե ասում է. 5000 ձուկ եք ուզում, որ մի բարի գործ անեք։ Դե հələ տեսնեմ այդ 2 ձկով ու 5 հացով ինչ եք անում, որ 5000 տամ։ Ցանկանում եք այդ 2 հատը բաժանել ձեր եղբայրների ու քույրերի հետ առանց վախենալու, որ էլի կտամ, թե միայն ձեզ կպահեք։ Սիրելի քույրեր ու եղբայրներ, մենք բոլորս պետք է մտածենք այս մասին, ու որտեղ հարկ լինի, փոխենք մեր մտածողությունը։ Չէ՞ որ մեր Տեր Հիսուսը հենց դրա համար եկավ, որպեսզի մենք փոխենք մեր մտածողությունը ու փրկենք մեր կյանքերն իր շնորհիվ։ Աստված օրհնի ձեր բոլորիդ, եւ եթե այս զրույցն էլ օգտակար եղավ ձեր համար, խնդրում եմ կիսեք այն ձեր բարեկամների ու ընկերների հետ։ Միգուցե նրանց էլ օգտակար լինի։ Բոլորիդ մաղթում եմ բարի օր։